Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ըստ էության այդ թվում Թուրքիային ենք սխալ ուղերձ տալիս, իսկ դա արդեն շատ վատ մեկնարկ է եւ հետեւաբար մենք պետք է հավատանք, որ դա իրագործելի խնդիր է, որպեսզի այդ խնդրի իրագործման համար ծախսվող ժամանակը եւ էներգիան անիմաստ չհամարենք։ Եվ այստեղից էր, որ ծագում էր հաջորդ հարցը, որի մասին ես արդեն խոսեցի, որ էական է, որ մենք հարցերը ճիշտ ձևակերպենք։ Հարցերը ձևակերպենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տրամաբանության մեջ, որովհետև հենց դա է մեր օրակարգին, մեր սեղանին եւ դա է մեր օրակարգը եւ այս օրակարգով իհարկե անպայման պետք է ամեն ինչ անենք, որ տեղի ունենա եւ ես հիշում եմ, որ Թուրքիայից լրագրողների խումբ էր ժամանել Երևան եւ մենք զրուցում էինք եւ այնտեղ էլ այդ հարցը ծագեց, թե ինչքանով է իրատեսական, որ հարաբերությունների կարգավորում տեղի կունենա։ Ես այնտեղ իմ կարծիքը արտահայտեցի, որ իմ կարծիքով մենք մի ճանապարհի վրա ոտք ենք դրել եւ այդ ճանապարհը ենթադրում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է եւ մեզնից պահանջում է լինել հետեւողական, շարունակել ակտիվ աշխատել, ակտիվ երկխոսություն պահել, լսել դիմացինին եւ սեփական դիրքորոշումները փորձել հնարավորինս մատչելի ներկայացնել եւ ահա այդ բոլոր փաստերի եւ փաստարկների շփման եւ փոխգործակցության արդյունքում ես համոզված եմ, որ մենք արդյունք կունենանք։ Բայց մյուս կողմից ես էլի ուզում եմ ասել, դա ես ինչի՞ց սկսեցի այդ պատմական ձևակերպումներից, մյուս կողմից էլ մենք էլի մեր նախկին փորձից պետք է որոշակի հետևություններ եւ դասեր առնենք, ոչ միայն այս տրամաբանության մեջ, այլև ընդհանրապես։ Մենք հիմա այս այցից չպետք է այսպիսի չափազանցված սպասելիքներ ունենանք։ Այն փաստը, որ այցը կայանում է, ինքը արդեն իմիջիալոց ես ասեմ 2 տարի առաջ նման այցի լինելը արդեն չափազանցված սպասելիք կհամարվեր։ Գուցե նույնիսկ մի տարի առաջ, գուցե նույնիսկ 6 ամիս առաջ չափազանցված սպասելիք կհամարվեր։ Այսինքն նկատի ունեմ այդ ակնկալիքը արդեն իսկ կայացել է եւ իմ պատկերացրած ակնկալիքը այն է, որ այս այցը պետք է ապահովի միջպետական երկխոսության հետագա բնականոն ընթացքը եւ մեր տրամադրվածությունը այդպիսին է։ Ես իհարկե ուզում եմ ասել նաեւ, որ իհարկե պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին շնորհակալություն հայտնել այս հրավերի համար եւ նաեւ պատրաստվում եմ հրավիրել նրան մասնակցություն ունենալ Հայաստանում հաջորդ տարի գարնանը, գիտեք, որ Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որը միջայլոց Երևանում տեղի ունենալու այդ թվում Թուրքիայի աջակցությամբ, որովհետև Թուրքիան նույնպես Եվրոպական քաղաքական համայնքի այդ ձևաչափի անդամ է, եւ ես պատրաստվում եմ հրավիրել նախագահ Էրդողանին մյուս տարի գարնանը, իհարկե ամսաթվերը դեռ ճշտվում են, մասնակցելու Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին եւ հույս ունեմ, որ այսինքն հաջորդ տարի արդեն հանդիպումը մեր տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում։